Ինչպես հիմարը հարս բերելու գնաց։ Լատիշական հեքիաթ։ Մի մարդ 3 տղա է ունենում։ 2-ը խելոք, 1-ը հիմար։ 3-ն էլ գնում են իրենց համար կին գտնելու։ Հիմարն իսկույն մի հարսնացու է գտնում իր համար։ Իսկ 2 խելոքները քթները ջարդած ետ են գալիս։ Ջղայնանում են խելոք եղբայրները և որոշում են հիմարի գլխին օին խաղալ։ Շաբաթ օրը առավոտյան իրենց հորը համոզում են, որ փայտ շատ չտա հիմարին բաղնիք վառելու համար։ Թող կեղտոտ ու փնթի գնա հարսանիքի։ Իսկ հիմարը ոչ մի կերպ չի ուզում առանց լողանալու պսակվել։ Վերջապես հայրը ասում է. «Ախր ինչի ես հետս վիճում, գնա անտառ ու կտրիր այն եղևնին, որի վրա ես նշան եմ արել»։ Իսկ նրանց ձին այնքան նիհար էր, որ դատարկ սայլը հազիվ էր տեղից շարժում, ուր մնաց թե ահագին եղևնին քարշ տա բերի։ Հիմարն անտառում ձիուն թողնում է, որ խոտ ուտի, իսկ ինքը սկսում է ծառը կտրել։ Շուտով ծառն ընկնում է և շատ անհաջող, ուղիղ ձիու վրա և սպանում է նրան։ Ինչ անի։ Եթե հորն ասի, լավ բան չի լինի։ Պետք է փորձել նրա սիրտը շահել։ Հիմարը գիտեր, որ հայրը շատ է սիրում թռչունի միս ու հանում է շորերը, մտնում լիճը, որ բադ որսա։ Իսկ բադերը լավ են լողում և նրա ձեռքը չեն ընկնում։ Հիմարը կացինը շպրտում է նրանց վրա, գուցե իր բախտից կպչի, բայց վրիպում է և կացնից էլ է զրկվում։ Հենց այդ ժամանակ էլ մի գնչու տեսնում է նրա շորերը ու փախցնում։ Ինչպես խեղճը մերկ երևա մարդկանց աչքին։ Հենց որ մութն ընկնում է, հիմարը թաքուն մտնում է հարսնացուի բակն ու թաքնվում կանեփի մեջ։ Բայց շները զգում են, որ կանեփի մեջ մարդ է թաքնվել ու մի հաչոց են գցում, որ էլ ասելու չի։ Խեղճ հիմարը ստիպված է լինում խրձանոց վազել, շներն էլ նրա ետևից։ Բարեբախտաբար խրձանոցի մոտ մեր հիմարը մի մեծ տակառ է տեսնում ու թռչում է նրա մեջ, ազատվելով շներից։ Իսկ տակառը բերնեբերան լցված է լինում ձյութով ու խեղճ հիմարը ոտից գլուխ դառնում է սև։ Ճար չի ունենում, վեր է կենում, մտնում խրձանոցը, որ վառարանի վրա պառկի ու չորանա։ Իսկ նրա ապագա զոքանչը այդ վառարանի վրա չորացնում էր հավի բմբուլներ։ Հենց հիմարը բարձրանում է վառարանի վրա, ոտից գլուխ ծածկվում է բմբուլներով, դառնում է իսկական սատանա։ Բայց սա էլ դեռ քիչ է։ Շուտով զոքանչն ու հարսնացուն գալիս են խրձանոց, որ բլիթ թխեն։ Իսկ հիմարն էլ վառարանի վրա նստած է լինում։ Թխում են նրանք, թխում ու կարծես թե ամեն ինչ լավ է գնում։ Բայց հակառակի պես զոքանչի բլիթներից մեկը շատ լավ է թխվում, կարմիր ու փափլիկ։ Տաք բլիթը մի ձեռքից մյուսն է գցում զոքանչը ու հետն էլ ասում. «Ինչ բլիթ է, աղջիկս, սա հենց փեսացուիդ էլ կտաս, չես ամաչի»։ Հիմարն ուզում է տեսնել փեսացուի բլիթը և վառարանից ցած է կախվում։ Հենց այդ ժամանակ կանայք պատահաբար գլուխները վեր են բարձրացնում ու տեսնում են կենդանի սատանայի։ Նրանք լեղապատառ դուրս են վազում խրձանոցից ու բոլորին պատմում, թե սատանան ոնց է վախեցրել իրենց։ Իսկ այդ միջոցին հիմարը հասնում է իրենց տուն ու ուղիղ գնում բաղնիք, որտեղ եղբայրներն արդեն լողանում էին։ Ու հո չեն ծեծում ավելով խեղճ հիմարին, հո չեն ծեծում, այնքան են ծեծում, մինչև որ նրան նորից մաքրում են ու շնորհքի բերում։ Շուտով հարսանիք են անում։ Հարսանիքից մի ամիս հետո հիմարն իր կնոջ հետ հյուր է գնում զոքանչի։ Ճանապարհին կինը պատվիրում է ամուսնուն, որ իրենց տանը շատ չուտի, իբր դա տգեղ բան է։ Հասնում են նրանք զոքանչի տունը։
նստում են սեղան, հիմարը մի բլիթից ավել չի ուտում, հետո պարկում է քնելու։ Կեսգիշերին զարթնում է սովածությունից, ստիպված վեր է կենում անկողնուց ու բլիթ փնտրում, դես է նայում, դեն է նայում, չկա, բլիթ չկա։ Վերջապես հասնում է վառարանի մոտ ու մի փափուկ բան է գտնում այնտեղ, իսկույն տանում է բերանը ու կծում, իսկ դա կատվի ձագ էր ու հիմարի ուտելու բանը չէր։ Գալիս է նորից կնոջ մոտ ու գանգատվում, որ ուտելու բան չի գտել, իսկ կինն ասում է տաշտի մեջ խմոր կա, գնա մի կուշտ կեր։ Հիմարը բռով վերցնում է խմորն ու կուշտ ուտում, ձեռքերը հիմա ոնց լվանա։ Նորից է կնոջը հարցնում, սեղանի վրա ջրով կուժ էր դրված, վերցրու և ձեռքերդ լվա։ Հիմարը երկու ձեռքը մտցնում է կժի մեջ, իսկ դուրս հանել չի կարողանում։ Ու նորից է կնոջից խորհուրդ հարցնում, գնա բակ ու կուժը խփի սյանը, ասում է կինը։ Լավ։ Հենց այդ ժամանակ էլ զոքանչը բակ է դուրս գալիս, որ լվերին թափ տա։ Հիմարն էլ մտածում է, սա էլ սյունը, ահա, ու հոտ չի խփում զոքանչի մեջքին, հոտ չի խփում, կուժը ջարդվում է, իսկ զոքանչին ստիպված են լինում թաղել։ Թաղումը շատ ճոխ էր, ու մինչև օրս էլ հիմարը ուտում խմում է քելախին, եթե դեռ չի վերադարձել տուն իհարկե։